2018 թվականից սկսած, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժեց նախկին իշխանություններին, որևէ ընտրություն լինի համապետական թե թիմ չի կեղծվել, այսպես մեկնաբանեց Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիամ Պողոսյանը ընդդիմության կողմից հնչեցվող քննադատություններին, որոնք պնդում են, թե ընտրությունները անցել են խախտումներով եւ կեղծված են։ Падգամավորի կարծիքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան, քանի որ դրանք անցել են արդար եւ թափանցիկ։ Իսկ անդրադառնալով ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի սահմանադրական դատարան դիմելու որոշմանը, բանախոսն ասաց, թե ավելի լավ կլինի, որ նրանք իրավապահ մարմիններին պատասխան տան, թե ինչու են մեծածավալ ընտրակաշառքով զբաղվել եւ փորձել այդ միջոցով ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ոչ միայն պատիժ կրեն այն մարդիկ, ովքեր կարելի ասել այդ հիմնական, որ գումարը բաժանել է, իրանք այդ ավելի մանրացրել են գումարը, իրար մեջ բաժանել են, ոչ միայն նրանք պետք է պատժվեն, այլ նաեւ հիմնական գլուխներ ընտրակաշառք բաժանող պետք է նրանք իրենց պատիժը ստանան։ Իսկ ընտրությունները անցել են արդար, թափանցիկ, ես որևիցե հիմք չեմ տեսնում ընտրությունները անվավեր ճանաչելու։ Падգամավորը իր խոսքում անդրադարձ կատարեց նաև անհրաժեշտ օրենսդրական այն փոփոխություններին, որոնք վերաբերում են ընտրական օրենսգրքին։ Վերջինս վստահեցրեց, իրենց քաղաքական ուժը ձեռնարկելու է օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցները, որ ընտրակաշառատուն եւ փողի վրա հիմնված քաղաքական ուժերն ու գործիչները արմատախիլ արվեն քաղաքական դաշտից։ Պողոսյանը խոսելով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու իրենց խմբակցության նախաձեռնությունից, որով սահմանափակվում է տարիներով Հայաստանից բացակայող քաղաքացիների ընտրական իրավունքը, ընդգծեց, որ դրանով ականջալուր են եղել նաև Հայաստանում մշտապես բնակվող եւ բարիք ստեղծող քաղաքացիների արդարացի պահանջին։ Ընդդիմության հնարավոր փողոցային պայքարի մասին վերջինս ասաց. Ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը, որովհետեւ իրենք մի բարձ ճշմարտություն կա, իրենք չեն կարողանում գեներացնել, քանի որ ընտրությունները մարդկանց մեջ բողոք չկա ընտրությունների անցկացման վերաբերյալ, որ ընտրությունները կեղծվել են կամ ընտրակեղծումներ են եղել, ոչ մի այդպիսի բողոք հանրության շրջանում չկա եւ բնականաբար իրենց կողքը մարդիկ դուրս չեն կարողանալու բողոցային պայքար սկսել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը անդրադարձ կատարեց նաև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներից հետո բարձրացած աղմուկին եւ քննադատություններին։ Նրա խոսքով ընդդիմադիրների քննադատությունները անտեղի են, քանի որ իրենց ուժն ավելի շատ ձայներ է կորցրել 3 տեղամասերում քվեարկության արդյունքները ԿԸ կողմից չեղարկելուց հետո։ Վերջինս հավելեց, որ իշխող ուժը լեգիտիմության խնդիր չունի։